Բարև իմ Արմենիա սպորտի էջի հետևողներին։ Իմ անունը Մանուկ Պրուդյան է, ինձ ճանաչում են Մանո։ Ես bodybuilder եմ, okay, fitness trainer, նաև սննդաբան, այսինքն դիետոլոգ։ Նաև իհարկե հիմա ունեմ իմ հաղորդումը Շանտի TV եթերում, ներկայացնում ենք եւ խոսում ենք առողջ ապրելակերպի մասին։ Այս ամբողջին ես սկսեցի մոտավորապես 15-16 տարի առաջ, երբ որ արդեն 27-28 տարեկան էի, այդ ժամանակ ես եղել եմ մոտավորապես 135 կիլոգրամ, okay? Այսինքն սիրուն չաղ է, ոչ թե մգան, չէ, այսինքն սիրուն չաղ եմ եղել, ու մի օր այդ որ մնացածի նման որոշում ենք, ասում ենք, այս երկու շաբթի պիտի սկսենք, այս ամսվա սկիզբը պիտի սկսենք, իհարկե այդ օրը եկա, որ այլևս չէի գարում շնչեի, չէի գարում շարժվեի, չէի գարում աշխատեի նաև, խանգարում էր, կոնկրետ իմ կյանքի խանգարում էր, so այդ օրը որոշեցի, որ չէ, պետք է գնամ այլևս մարզասրահ։ Այդ օրը որ մտա, այդ օրվանից դուրս չեմ եկել, որը 15 տարի անցել է արդեն։ Ճանապարհը դժվար էր այդ ամեն ինչի, իհարկե առաջի շրջանում պետք էր մոտիվացիան չկորցնեինք, պետք է որ շարունակեինք։ Իհարկե օրերը եղավ շատ դժվարացել եմ, մարմինը չէր վերագանքում, հոգնած ես, սոված ես, բայց դե ինչ որ նպատակ ունես դրած, դրան պետք է դու առաջ գնայիր եւ հասներ այդ ամեն ինչին։ Կարևոր ասում, կարևոր նպատակն է, եթե մարդը դնում է իր մտքին, այդ ամեն ինչին կարա հասնի ինքը։ Okay, արդեն շաբաթ, ամեն երկու շաբաթը իմ վրա փոփոխություն տեսնում էի ու փորձում էի շարունակել այդ ամեն ինչը։ Մինչև որ մի տարին անցավ, ես համարյա թե մինչև 75 կիլոգրամի չափ իջա, այսինքն 135-ից իջել եմ մինչև 75 կիլոգրամ, բայց արդեն ոնց ասեմ, ոչ մարզումային տենց թեթև բարաբաց, բայց իհարկե փոքր չափսերով։ Դրանից հետո որոշեցի, որ չէ, պետք է մի քիչ մգանային զանգվածք ավելացնեմ ու սկսեցի մի քիչ ուրիշ ձևի մարզվել, արդեն կարդիոները քչացրեցի, սկսեցի մի քիչ հացս ավելացնեմ այդ ամեն ինչը, այսինքն կալորիաներ ավելացնեմ, ու որպես ավելի մի քիչ լքոտ, այսինքն ավելի մկանոտ մարմին ունենամ։ Դենց մոտավորապես մի տարի էր այդպես բարավեցի, հասա մինչև 83-84 կիլոգրամի, բայց արդեն մկանոտ։ Ողքից ինձ ասում էին, ինչ համար չես ուզում մասնակցես մրցումներ, չգիտեմ, ոտքերդ հաստ է, չափերդ մեծ է, այսինքն bodybuilder-ի ինչ որ բաներ կան էլի, ցուցումներ ունի քո մարմինը, ինչ համար չես ուզենա մասնակցել այդ ամեն ինչին, որ 1, 2, 3, 4 մի քանի օքի ասեցին դրա մասին, ձեզ ոնց որ իմ մեջ ինչ որ նոր մի բան արտացավ, այսինքն նոր մի ճանապարհ ուզեցի անցնել եւ փորձել edel, ինչ համար, երբ որ ես կարողացել էի հաղթահարեմ իմ քաշին, հաստատ եթե իմ մտքին դնեի, կհասնեի այդ դրան էլ։ Ու տենց էր եղավ։ Մոտավորապես տարի ու կես 2 տարի կոնկրետ բարաբեցի մրցումային ավելի շատ, այսինքն մարզումներ ուրիշ ձևի, սննդակարգ ուրիշ ձևի, հավելասնունդները արդեն ուրիշ ձևի, ու իսկականից տեսնում եմ արդեն որ իմ մարմինը փոփոխվում է, գնում է թեւի bodybuilding-ին, որտեղ իմ մարմինի տեսակը թեւի bodybuilding-ի է, այսինքն ոչ ֆիթնեսի կամ կլասիկի։ Ու սկսեցի բարաբեր ու հասավ այդ ժամանակը, որ որոշեցինք այդ ամիսը, որ պիտի գնանք մրցումներին, առաջի անգամ մասնակցեցի Հայաստանում 2015 թվականին երևի, առաջի անգամ լինելով ես զբաղեցրեցի 6-րդ տեղը, իհարկե ոչ թե 6-ից 6-ը, այլ 13-14 հոգի էինք, 6-րդ տեղը բռնեցի, դա ինձ համար արդեն մեծ արդյունք էր, այն մարդը, որ կյանքում չի զբաղվել սպորտով, չաղությունից նիհարեց ու գնաց մրցումներ, ու կարողացավ առաջի անգամ 6-րդ տեղը բռնել։ Լավ, այդ ամեն ինչը բարձ է, ուրեմն ես ուզում եմ անդրադառնալ ձեր նախկին կյանքի, էլի, ինչով եք դուք զբաղվում ու ինչ հոգեկան վիճակի մեջ եք, էլի, այդ ժամանակները, որ չէիք սպորտով չէիք զբաղվում, չէ՞, այդ ժամանակները, ինչ էտապ էր էլի ձեր կյանքում, ինչ հոգեկան ապրումներ եք ապրում։ Ուրեմն ես 2005-ին եմ տեղափոխվել Հայաստան, մինչև այդ ապրում էի Սիրիայում, ընդեղ էլ էի անում ավտոյի գործը, այսինքն խադավիկ էի, ավտոփակարակագործ հայերենով, նույնը շարունակում էի այստեղ, դա մեր ընտանեկան բիզնեսն էր, աշխատում էի ավտոների հետ, սպորտի հետ вообще կապ չունեիք, ընդհանրապես սպորտի հետ կապ չեմ ունեցել։ Իսկ ինչու հենց bodybuilding-ը ձեզ հետաքրքրեց։ Կոնկրետ bodybuilding-ը, որովհետև ինքը փոխեց իմ կյանքը, այսինքն ինքը փոխեց իմ մտածելակերպը, ինքը փոխեց իմ շրջանակը, իմ հայացքը դեպի աշխարհ, իմ ընկերները, ամեն ինչս ինքը փոխեց, ոնց որ ես էլ նվիրվեցի Իրան։ Լավ, բանը, իսկ ինչու հենց վերադարձակ Հայաստան, ոչ Ամերիկա կամ ուրիշ տեղ, որովհետև մեծամասնությունը ցկտում են այն կողմը գնալ էլի։ Համաձայն եմ ձեր հետ, նայեք, դա բաբայի որոշում էր, իսկ սկզբան է, բաբայի որոշումը մենք ընտանիքով տեղափոխվենք Հայաստան, որտեղ ասում էր
Հայաստանից ավելի հանգիստ մեր համար, հայի համար դեռ չկա, սո դրա փոխվեցին գստեղ։ Ես էլ իհարկե մինչև իմ ասենք թեկուզ որ այս հաջողությունների մեջ եմ, ամեն ինչի մեջ եմ որ սենց ասեմ ձեզ իմ եղբայրները բոլոր Եվրոպայում են, հարալ եղբայրների մասին եմ խոսքը։ Բայց ես այդ մարդն եմ որ չեմ ուզում ստեղից գնամ, ասում եմ ես տեղ եմ մեծացե, ասենք սենց ասեմ, ես կյանք ստեղ անցա ու մինչև գնամ։ Չեք ուզում որովհետև ստե գաբա բանն եք ոնց են ասում կարողանում եք փող աշխատել որովհետև չեք ուզում թե եթե ջեբդ մի երկու բան չլինի հաստատ կգնաս Հավատացեք, սենց ասեմ, ես միշտ ասել եմ, եթե մարդը կարում է հաջողության հասնի, նրա երկրում էլ կհասնի։ Իմացաք ինչպես, բայց եթե ասեմ գործ չկա, այս չկա, ինչ չկա, բայց սենց ասեմ, մենակ ես չեմ, ու լիքը մարդը կարում է փող աշխատի։ Ահա, լավ։ Ուրեմն դուք ձեր բնույթ вообще դուք որպես մարդ ավելի ավանդական կյանքի կողմնակից եք թե աշխարհիկ։ Սենց ասեմ, մի քիչ ավանդական մարդ եմ, բայց նաև կյանքի տեսակից ոլորտից ելերով արդեն դառնում ես մի քիչ հայացքը դեպի դուրս էլ։ Այսինքն փորձում ես երկուսներ համատեղ ես արդեն։ Լավ, իսկ մեր ազգը որ ուղղությամբ պետք է գնա ձեր կարծիքով։ Ինչպես չրսեց։ Որ ուղղությամբ պետք է գնա ավանդական կյանքով մնա ապրելու թե աշխարհիկ։ Ես մի բան ասեմ, մի հատ կարճ բան ասեմ, ամեն ինչ չափի մեջ լավ է։ Այսինքն փորձենք վերցնել թեկուզ աշխարհից ինչ որ բաներ, որը գարա մեր կյանքի ոլորտը լավացնի, կյանքի տեսակը որակը լավացնի, բայց իհարկե մեր ավանդական բաները պետք է պահպանվի դա բարգատիր է։ Լավ, հիմա տղաներն են ավելի շատ խախտում թե աղջիկները դա բան ավանդական կյանքը։ Երկուսներ խախտում են, երբ որ ասում են դրեն փչացած, ասում են դրեն դուղոյ չի լինում էլ։ Դրեն աղջիկա է դառնում, այսինքն երկուսներն նույն չափի ամեն ինչներ։ Ոստե նկատել եմ, որ աղջիկները դղաներից դոժգոհ են էլի, լավ տղա չկա։ Իրոքա որ լավ տղա չկա։ Սենց ասեմ, նույն եթե դրեկին հարցես, նույն ասելու է լավ աղջիկ չկա։ Այսինքն փնտրողը գտնի։ Okay։ Արաբերենով ասում են ոնց որ գաստրոգե գտնում է իր քրիշկին։ Այսինքն դա փչացած գա, այս կողմներ փչացած գա, լավը գա, այս կողմներ գա։ Մատները հավասար չեն, այն մեկը տարբեր է։ Իսկ գուցե խնդիրն է, որ իրանց պատկերացած լավ տղուն չեն գտնում էլ, իրանց գլխի մեջ նկարել ինչ որ լավ տղա։ Դե հիմի չեն գտնում էլ։ Ասում են նպատակների կամ երազանքներին չափանիշ չկա էլի։ Կարող է ես իմ ինչա ուզում իր գարտո էտա դուրսը ման գա։ Լավ, իսկ ամուսնացած եք։ Ես ոչ։ Քանի տարեկան եք։ Ես 43 արդեն։ Ինչ դա խնդիրը որ չեք ամուսնացել։ Չէ, մի անգամ ամուսնացել եմ, հա։ Երեխայր ունեմ, մի հատ 17 տարեկան արդեն։ Նրանք ապրում Ռուսաստանում։ Դրանից հետո 2014-ի կամ 15-ին բաժանվեցի։ Ինչի՞ հիմա, սենց ասեմ, ես չեմ ամուսնանում կամ ինչի համար, որովհետև կոնկրետ հիմա իմ մոտ կյանքս այնքան խառն է, ես ոչ ժամանակ ունեմ, սենց ասեմ, իմ ժամանակը ամբողջովին անցնում է գործով, այսինքն կամ նկարահանումներ, կամ մարզասրահ, կամ չեմ ուզում ինչ որ հարաբերության մեջ մտնեմ, այսինքն նկատում լուրջ հարաբերության մեջ մտնեմ, որ կխանգարի դա, որ ասի իմ վրա շատ ինչ ես դարձում, ես չի։ Երբ որ ես պատրաստ կլինեմ, ես կիմանամ որ իմ ժամանակը գարամ դրամատրեմ աղջկան, այդ ժամանակ արդեն քայլերի գետ է։ Լավ, քանի որ դուք նաև տրիներ եք, որպես աշխատում, չէ՞։ Հանավաբար աղջիկներ են գալիս տեղ, չէ՞, ձեր մոտ մարզվելու։ Իհարկե։ Իրանց հիմնական նպատակն ինչն է։ Գեղեցիկ լինելու պատճառը։ Նայեք երկու տարբերակ, երեք տարբերակ կարա լինի։ Մեկը ասենք զուտ որպես առողջ ապրելակերպ, այսինքն ինքը քաշի խնդիր չունի։ Զուտ գալիս է առողջ ապրելակերպի համար։ Դե սպորտով չզբաղվողները ասում են գաբը առողջ ես ուզում մեռնել։ Դե ուրեմն սենց ասեմ, ես այդ մարդկանց մի բան եմ ասում։ Ասում եմ դու երբ որ մարզվում ես, օրինակ եմ ասում, երբ որ քո սննդակարգը մաքսիմալ պահում ես, դու ոչ թե առողջ ես մեռնում, այլ 10 տարի երկարացնում ես քո կյանքը, օրինակ։ Ինձ որ ասում են դե աշխարհում մեռնել գա, ես մի բան եմ ասում։ Ասում եմ երբ որ քո հերը, քո մերը հիվանդանում է, խես այդ ու բամի շոկով փոխածում վրան, որ մի ամիս ավել ապրի։ Դու մեռնելի։ Չէ։ Համոզիչ։ Լավ, շարունակես որ էլ ինչի համար են էլի իրանք զբաղվում սպորտով։ Հա, ճիշտ է։ Երկրորդը, ասենք իհարկե քաշի խնդիր է, հիմա որովհետև մեր կյանքի տեսակը ոլորտը դարձել է աշխատանքները նստակայից, սո խնդիր է դառնում մեր ժողովրդին, որ սկսում են ավելորդ քաշ հավաքել։ Երկրորդ դեպքն էլ է դա, որ գալիս են մարդիկ իրենց ավելորդ քաշը գործելու համար։ Okay։ Իսկ երրորդը կոնկրետ ասենք դա մի քիչ տարիքովներն են, որ ես որ քարոզում եմ ասում եմ, գիտեք ինչ կա 30-40 տարեկանից հետո փորձեք մգանները պահպանել կամ ավելացնել, որովհետեւ չունենաք խնդիրներ, ոսկորի, մեջքի ցավ բան, այդ մարդիկ են արդեն որ գալիս են, արդեն իրանք ունեն մեջքի ցավեր, ձնկների ցավ, արմունկների ցավ գալիս են, որովհետեւ դրանք վերականգնենք։
Սո քեզ բաժանեցի քեզ 3 տեսակներից։ 4-րդը չկա։ 4-րդը եսի Էմոնգադոս գծնում են։ Կարող է տղային գծնում, թե Չէ, չէ։ սենց ասեմ։ Հարուսների Այն աղջիկը, որ հետևից գալիս են է եղնում, կոնկրետ եթե գալիս է իմ մոտ մարզվելու, Ահա։ հասարակ նպատակով չի գալի, ինչ համար, ասիկան ես մի քիչ մեծ եմ վերցնում գումարը, ասիկան մարդը չի գալի, դա այդքան մեծ գումար, որովհետեւ ինքը գասել դրա գծնի։ Այն աղջիկը, որ ինքը գալիս է դրա գծնի, ինքը չի գա մարզիչի մոտ, կգա ինքը մենակով կբարաբի, որովհետեւ ազատ շարժվի։ Իսկ եթե ես տենամ իմ մոտ աղջիկը գնում այն ինչ մեկ էլ է խոսում, ասում գիտեք ինչ կա, իմ մոտ ժամով է։ Արի մարզանքը դարա, հետո գնաս ինչ ուզում ես արա, հասկացա՞ք։ Դե չէ, ես նկատում եմ вообще իր տեսքին հետևում, որ կապը իր բանը սանտրակը վերը բարձանա էլի այդ բանը բազարում ասած կոպիտ ասած։ Չէ, նայեք, մենք աշխատում ենք հոգեբանորեն մարդկանց հետ, այսինքն չկա դες բան, եթե ես բարաբաց եմ կամ չգիտեմ դեսկը սիրուն է, ես ինչ որ մնացածից ավելի լավն եմ կամ ինչ որ իմ արժեքն է բարձրանում, չէ, չկա դες բան։ Մենք ինչքան դառնում ենք ավելի սիրուն կամ ավելի սրածիկ մարմիններ, դառնում ենք ավելի հասարակ մարդիկ։ Այսինքն ոնց որ ես մի խոսքից չգիտեմ, սենց վերևից խոսամ, չէ, չի կարա դες բան։ Մենք ավելի հասարակ ենք, մարդկանց ավելի բաց ենք, ու ավելի շատ ենք օգնում մարդկանց։ Դες բան չկա։ Մենք էդի մարդկանց մեջ մտցնում ենք։ Այսինքն մենք ոչ թե մենակ մարմին ենք կերտում, այլ նաև դաստիարակում ենք։ Ուրիշ ուզում եմ հարցնել նաև ինչ սպորտսմենների եք հետևում, ասենք ձեր իդեալը ով է այս բոդիբիլդինգի մեջ։ Բոդիբիլդինգի մեջ իհարկե old school-ն է, մոդ Ռոնի Կոլմանը գտնի, Ջեյ Կատլերը գտնի, Ռոլի Վինկլերը գտնի, Համեդ Շկիլյանին գտնի, այսինքն այդ հին մարդիկ են ինձ համար, այդ նորերի մեջ էլ ասեմ ձեզ, Քրիս Բամստեդը, որ հետևում եմ իրան, բանը, որ այն բարձի անում մոռացա։ Այդ Ռուսաստանում հետևում եք։ Այդի ճուպան։ Դե ռուսերեն որ չգիտեմ, դրա համար էլ դենց մի քիչ հերու եմ։ Դե հիմա մի հատ Ռուսաստանում գիգանտ կա, որը երևի տեսած կլինեք։ Այն 20 քանի տարեկանը։ 29 տարեկան, ինչ 26, հա, տեսել եք։ Ինչ կարծիք ունեք իրա մասին։ Դե շատ ուժ եղա ու հաստատ ինքը շատ փայլուն ապակա ունի։ Ինչ որտեղ հասնելու այն 100%։ Լավ, իսկ շուտ չի մահանա։ Դե ամբողջ ինտերնետը խոսում է, որ ինքը գաբը вообще խին բոդիբիլդինգները շատ բան կարճ կյանք ունեն, կարող եք։ Դե դա սխալ ինֆորմացիա, սենց ասեմ ձեզ։ Եթե դարին 4 հատ կամ 5 հատ բոդիբիլդերա մերնում, սենց ասեմ, մնացած սպորտերի մեջ ավելի շատ են մերնում։ Ուղղակի բոդիբիլդերները ավելի նայ։ Դե չէ, ասի որ ես օրինակ շատ մոլի բանա MMA-ի հետևորդ եմ, ընդ մահացու դեպքերը շատ քիչ են լինում։ Ու այդի կապը դրամաներից հիմնականում MMA-ի մասին, խոսում եմ ուրիշ սպորտերի մասին, որ կոնկրետ օգտագործում են, սենց ասեմ, բոլոր սպորտերի մեջ էլ օգտագործվում է ստերոիդը, բոլոր սպորտերի մեջ է ստոպ։ Ոչ, այսինքն եթե դու գնում ես օրինակ UFC-ին ես մասնակցում, այնտեղ ուսատան շատ կոնկրետ ստուգում է, եթե քո մեջ բան կա քիմիակա կապը քեզ բանը ես հանում են դա։ Ես քո հետ կարամ գրած գամ, որ բոլորն են off season-ում անում են։ Ինչ որ կարճ էֆիրներ, ես քեզ գրած կարամ գամ, իրանք off season-ում, եթե ինքը գիտի խոսքի գտնելու է 6 ամիս հետո, ինքը հաստատ անում է, 3 ամիս առաջ կանգնում է, որովհետև էֆիրներ կա, որ մենք գիտենք էլ ինչա, ինքը դուրս է գալի, ինքը որ ստուգեն էլ ինքը չի երևում մեջը։ Դաժե օլիմպիադայի մասնակիցները, ես քեզ գրամ գրած գամ, որ օլիմպիադայի մասնակցողները, բոլորն են off season-ում, բոլորն էլ ինչ որ մի բան անում են, ծեր չի։ Եկեք մնանք մեկս ամեն իրա կարծիքին էլի, ես համաձայն չեմ, որ այտենց իրանք շատ ժոսկի են բան անում, այդ ամեն ինչը ստուգում են։ Ես ծանոթներ էլ ունեմ, օլիմպիադա մասնակցող, գիտեմ ովքեր են անում, օրինակ իմի չեն ուզում բաղձերը բացեք։ Իսկ bodybuilder-ի դեպքում էլ ասենք, օքեյ, ստերոիդը մի քիչ ավել է, ասենք կամ չգիտեմ, դարին գրուպի սուտ կա է, այնտեղ sense բան կա, եթե ընկնում ես ազարտի մեջ ու ինչ որ շատ բաներ ես անում կամ խառնում ես կամ սխալորեն ես մոդիկ անում կամ նաև չես ստուգում, այսինքն բարբերաբար չես ստուգում քո լիարդը, քո սիրտը, քո չգիտեմ երիգանները, հաստատ խնդիր ունենալու ես, ասենք, օքեյ, ես չեմ թաքցնում, մոտավորապես 15 տարի ես էլ ստերոիդ եմ անում։ Ահա 15 տարի անում եմ, բայց կարանք ստուգենք, տեսնենք, մի մոտ ամեն ինչ ինչի համար դες ամեն 3 ամիսը գրեմ ստուգում եմ իմ ամբողջ օրգանները ոնց է աշխատում։ Եթե ու դոզաներս հաստատ չափից չեմ աստում։ Լավ, իսկ Հայաստանում այս ոլորտը ինչքանով է զարգացած։ Ընդհանրապես զարգացած։ Ընդհանրապես զարգացած չի։ Չկան այսինքն սենց ասեմ, երևի ես սենց եմ տեսնում, մեզից հետո արդեն կմահանա երևի bodybuilding-ը։ Ասենք մեր սերունդները մի քանի օքեյ են, որ մենք bodybuilder ենք, ասենք փորձում ենք մաքսիմալ զարգացնենք, օքեյ, մի քիչ ինքը ժողովրդի մոտ մի քիչ սենց շարժվեց, դա պոպուլար դարձավ, բայց սենց ասեմ, չգիտեմ, չեմ տեսնում էլ հետևորդներ դենց որ կարողանում են լավ ինչ նախնդիրը որ առաջ չի գնում այս սպորտիստը կոնկրետ bodybuilding-ի մասին է խոսքը։ Հա։ Առաջինը որովհետև ինքը ծախսադար է։ Երկրորդ ինքը պահանջում է ահավոր տիպի դիսցիպլինա եւ կամքի ուժ։
ու դա ամեն մարդու բան չի։ Այդքան բան կարամ ասեմ։ Ահա։ Իսկ միգուցե մարդիկ մտածում են, որ ինքը այդքան էլ հաջողակ սպորտ չի, որտեղ ուրիշ սպորտներում ավելի մեծ գումարներ կարող ես բան անել։ Ես քեզ sense բան ասեմ, եթե դու սպորտին նայում ես իբր գումար, մի մտի դրա մեջ։ Դա չի։ Ես երբեք չեմ, չէ, բան կարելի է գաբա բան։ Ես sense ասեմ, ես 15 պետքա տեսնես, չէ։ Ես 15 տարի եմ մրցում մասնակցում, բան չեմ ասել, նայեք, ես 15 տարի եմ մրցում մասնակցում։ Լավ, ես քեզ մի բան բացատրեմ, ասենք եթե մարդը սպորտով զբաղվում ու իր ընտանիքը սոված է, գաբա ինքը սպորտը սիրելու է, դա ամենից հետո։ Աբրես, իմինա ես քեզ ինչ ասեցի։ Ծախսադար սպորտ է։ Այսինքն, եթե դու իրան պատրաստ չես, իմը դի մեջ է։ Ես ունեմ երկու հատ աշխատանք, այդ երկու հատ աշխատում եմ, որպես էսի կարողանամ համ ընտանիքս պահեմ, համ սպորտս առաջ տանեմ։ Okay։ Այդ եմ ասում, եթե դու սպորտին նայում ես իբր գումար աշխատելու միջոց, իմը դե սպորտի մեջ։ Իմ կարծիքն է դա։ Հիմա դու արդեն չես հաջողվել սպորտի մեջ։ Հիմա ուրիշ հարց տամ էլի, հիմա կանանց ու տղամարդկանց մեջ որ բادرազմ գնում է, որտեղ Ռուսաստանում հիմա ժոսկի բادرազմ գնում, տենց տիպը նրանց են մեղադրում, որ գաբը տենց էլի խոսակցություն են գնում, որ տղաները վատն են, աղջիկները վատն են տենց էլի։ Ստե տենց բաներ կան։ Աշերվադեն ինչ արումով դգա սպորտի մեջ թե ընդհանրապես։ Չէ, ընդհանուր սովորական կյանքում էլի։ Նայեք, ինձ համար բոլոր մարդիկ հավասար են, գտնի աղջիկ, գտնի տղա, հավասար են։ Okay։ Չի կարող մեկը մյուսից վատ լինի։ Դե նկատ ունեմ որ կան այնտեղ ինտուտետր կա ինչա որ ամերիկյան մաչա ինքը տես տղամարդկանց բանա օբստվանա ներկայացնում Ռուսաստանում կա ասենք Արսեն Մարկարյան, որը իր մտքերն է տարածում տիպը ամեն ինչում հիմա բանա մեղավոր են կանայք էլի։ Չկա դենց բան, եթե խոսքի ընդ գարանք աղջիկները գարան 10 բաճար ասեն որ դրեկտ են մեղավոր էս ամեն ինչի մեջ։ Այսինքն չկա անմեղ ու մեղավոր չկա, ամեն մարդ պիտի իմանա իր գործը, իր տեղը, իր բանը պիտի անի այնքան որ չի կարա մեկը մյուսից լավ լինի կամ մեկը մյուսից վատ լինի։ Իմացաք։ Ահա լավ, հիմա խոսենք այս կլուբի մասին, հա։ Դուք ստե որպես տրեներ եք աշխատում։ Ես այո, մարզիչ եմ աշխատում ստե։ Ահա։ Իսկ կարող եք պատելներ ցույց տալ։ Եկեք, գնացիք։ Դենց ցույց տալու ընթացքում բացատրեք էլի, որ ինչա։ Եկեք։ Լավ։ Դե իմի այս կողմը սենց կարդիոյի գործիքների մասն է։ Դե մի գիտեք նոր տարի մոտի գա, սենց մարդիկ արդեն քչանում են գնալով էլի, իրանց գալը։ Այս կողմը մոտի գործիքների տեղն է։ Okay։ Էսի մեր մակրոնը, սարվատ ինքը Եգիպտոսից է եկել։ Եգիպտացի է։ Սրբեր որ ուրախանք մակրոնը շեշտներ։ Արդ։ Էն կողմը ես դրում եմ։ Այս կողմը ավելի այդ ուժայինի զոնան է, էլի։ Այս կողմը ռազմավագետն է։ Ուժային զոնան, արդեն որ ամեն ինչ է դա։ Դաբեր ազգեր են բանանում։ Ինչպես։ Դաբեր ազգեր են, ստե բարաբում է։ Հա, հիմա կան հիմա որտեղ շատ կան Ռուսաստանից որտեղ ապոկվեցին, ստե Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելարուսիայից, նենց տարբեր ազգի կան։ Արաբները կան, ստե բարսիկները կան, ամեն ազգի կա, ստե բարաբում։ Լավ, ստե դու որպես մարզիչ, ասենք, այո։ ամսական ինչքան եք ուզում դուք մարդուն։ Ամսական ինչքան եմ աշխատում։ Չէ, փող ինչքան է։ Հա, իմ մոտ բարաբելը։ Իմ մոտ մարզվելը։ 12 մարզում ես 80000 եմ վերցնում։ Պլյուս 20000 դրամ մարզասրահն է, իրար հետ գալու է 100000 դրամ։ Ահա։ Ամիսը։ Բարձա։ Իսկ ուրիշ ինչ սպորտի եք հետևում էլի դուք։ Սպորտի ես մեկ էլ ձիավարտություն եմ սիրում։ Ձիգշե։ MMA չեք նայում, բոքս։ MMA նայում եմ, բոքս իմ այդքան չէ ուղղակի MMA որ մի քիչ մի բան ընկա, sense մոդա ընկա, հիմա նայում եմ։ Չէ, դենց որտեղ նայեք sense ասեմ, ես այն գրի ծեծել ջարտել դες բանը շատ չեմ սիրում։ Ինձ համար կյանքը այդ ամեն ինչից է կախված։ Համաձայն եմ ձեր հետ, բայց ես չեմ սիրում մեկին, ոնց ասեմ, տեսնել այդ ամեն ինչը։ Ասեք, այդ որ նայում եմ, այդ զուտ Արմանին եմ նայում, խոսքի դրա համար եմ նայում այդ ամեն ինչը։ Մենք իր մաչերն եմ որ եղել, ասեք, ամբողջովին նայել եմ։ Դե ես շատ չեմ ընդունում ծածկել ջարդեր փշերը, դա իհարկե իմ անհատական կարծիքն է։ Արմանը ձեզ ինչով է հետաքրքրում հենց որպես մարդ։ Դու զուտ որ հայա, վերջ։ Հայա։ Վերջ, հայա։ Ահա։ Հայա ու վերջ։ Կամ կարամ ասել։ Ահա։ Ինչ ասեմ, շատ ապրես որ համաձայնեցիր։
շատ հետաքրքիր էր։ Ես եմ շնորհակալ, որ եկաք ու այս հարցազրույցը արեցիք իմ հետ։ Շատ հետաքրքիր մարդ ես, ասեմ, որ ընդհանրապես Մերսի, շնորհակալ։ Հայաստանում sense մարդ չեմ տեսել, ես որ մարդ տենց այսինքն ինքը բարձր ամեն ինչից խոսում էլի, փորձում է բացատրել այդ բաներով, գարմաններով, բաներով էլի, որ մարդիկ հասկանան, տենց Իհարկե, տաքսերով բան չունենք։ այո, չէ, շատերը չկան, որ հասկանում են գարմաններից, ինչքան կարևոր է գարմանային ֆոնը մարդու։ Իհարկե, պիտի հետևես, եթե մի բան անում ես, պիտի իմանաս ոնց իրան կարգավորես։ Դե լավ ապրես, շատ Մերսի, շնորհակալ ձեզ։ Աջոտյուն գանդի ուրախ եմ, որ հանդիպեցինք, հա։